Հովհաննեսյան, ես մինչև այս թեմային անդրադառնալը քննարկվող, ուզում էի այս համացանցում այսպես մեծ ամբողջ համացանցում ձեր տեսանյութն է տարածվում Նիկոլ Փաշինյանի հեղինակած երկնեկով, դա ձեր նախաձեռնությունն է, թե Նիկոլ Փաշինյանն է ասել այդպես։ Ուրեմն մի քանի օր առաջ Թագոհի Ղազարյանի մոտ հարցազրույցի էինք եւ քննարկում էինք եւ այնտեղ քննարկման ժամանակ միտք ծագեց թե ինչու քանի որ երգելու կամ նվագելու շնորհք չունեմ այսպես քննարկեցինք որ ինչու ոչ բարի մի համար դնել եւ իմ նախաձեռնությունն էր մեր երիտասարդներն էլ սիրով միացան եւ միասին նման բան ենք նախաձեռնել դուր եկավ ձեզ թե ոնց Դե կատարումը շատ մեծ է հնչում, դա պար է, որը երիտասարդների հետ այո կբեմադրենք։ Մեկ օր։ Պարզապես տարօրինակ էր նախարարին, որը բավականին որը մեծ համակարգ է ղեկավարում եւ բազմաթիվ խնդիրներ կա, տեսնել բարելուց այսպես ասենք, այդքան ժամանակ ունեիք այդ հարցը։ Սիրելի գործընկերներ, այո, ես նաեւ քնում եմ, հաց եմ ուտում եւ երեխաներիս հետ եմ հեռախոսով շփվում, այո, երբեմն պարումել եմ, դա անում եմ աշխատանքից դուրս երեկոյան ժամերի եւ ես կարծում եմ Ինձ թվում է կմիանա, ես կարծում եմ կմիանա եւ ես ձեզ ասեմ, երկար բարդ ծանր աշխատանքի հետ մարդը պիտի ունենա նաեւ այլ հետաքրքրություններ, գիրք կարդա, բարի, երգի, շփվի, որպեսզի կարողանա իր հոգեկան առողջությունը Այսքան խնդիրներ կան այս ոլորտում հատկապես այս համակարգի ներդրման հետ կապված, բայց մենք նախարարի ինչով է զբաղվում, Նախարարը աշխատում է աշխատանքային ժամերից շատ ավելի երկար եւ այո նաեւ ունի կյանք Տիկին նախարար, հնարավոր է օրինակ քաղաքացիական պայմանագրի կին պաշտոնյաները եւ կին падգամավորները ընդհանուր մի համույթ ձևավորեն եւ օրինակ նման բարով հանդես գան։ Դե տեսեք հարցազրույցից միտքեր առաջացել, դարձավ իրականություն։ Հիմա գործընկերներս կլսեն, կարող է այս միտքն էլ կարողանանք իրագործենք, ինչու ոչ։ Կարող է դուք էլ միանաք լրագրողներն էլ ինչի՞ չէ։ Քաղաքացիական պայմանագրին ընդդիմությունը խոստանում է իշխանազրկել, նոր աշխատանք, նոր մասնագիտություն է հիմա փորձում ձեռքբերել դուք էլ իհարկե Թագոհի Ղազարյանն Նիկոլ Փաշինյանն Հա Փաշինյանը թմբուկ Տեսեք, գիտեք, ուրեմն ասեմ, ես մասնագիտական իմ ճանապարհը շատ տարբեր է եղել իրավաբան, բիզնեսում, քաղաքական գործունեություն, հետագայում էլ վստահ եմ, որ մեծ ուրախությամբ այլ ոլորտներում էլ ինձ դրսևորելու հնարավորություն կունենամ, բայց դա 26 թվին չի լինի, որովհետև 26 թվականին քաղաքացիական պայմանագիրը իր իրականացրած քաղաքականության եւ ժողովրդին ուրեմն տրված խոստումները իրացնելու փաստով վստահաբար հաղթանակ է տանելու եւ դեռ քաղաքական գործունեությամբ եմ զբաղվելու։ Եվ նաև առողջապահ